Խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց սկսելով հնարավոր է հեռացնել վարչապետին։ Ոչ, չեն կարա, որովհետև իրենց ձեռատալ է դերը։ Կարող է իմպիչմենտը լինի ընտրությունների, հազար իրանք ընդհանրապես չանցնեն, մենք ընդդիմություն չունենք։ Ընդդիմությունը պետք է ծագի ծնվի ժողովրդի մեջից իսկական լիդեր, որը կարող է մեզ փրկի եւ ազատի եղած թուրիմացությունից։ Իսկ եղած ընդդիմությունը դա ուղղակի դեր են տվել, ասել են 10 հոգի, 10 հոգի բաշխել են, էլի ասել են կհաճակ։ Իսկ եթե իմպիչմենտի գործընթացը տեղափոխվի փողոցային պայքարի, հասարակությունը դուրս գա փողոցին, փողոցային պայքարը ամենալավ միջոցը փողոցային պայքարի լինում է սև գույնի կլոր, մեջտեղը ցակ ու լավ վառվում է։ Պակրիշկեքի մասին է ես։ Այդ որ sense գնում են էքսկուրսիա, հա, Ուկրաինայում տեսեք ոնց եղավ։ Մարդիկ խաղաղ պայքարը դա հնազանդության ամենալավ միջոցն է։ Եթե ուզում եք անեք, պետք է ռադիկալ գործողություններ արեք։ Մեր ժողովուրդը անող չի, սա իրար բարեկամ են գալի։ Միլիցիան խփեց բարձվի հարևան տվե, աստված էր, բայց մեջ չէ։ Իշխանապողությունը ինչպես է պատկերացնում։ Իշխանապողություն մեր մոտ չի եղել։ Մեր մոտ եղել է ուղղակի իշխանությունը մի կլանը տվել է մյուսին, որպեսզի բրցնի էս իրանց խնդիրներից ցակած այդ 30 տարվա մեջ տվել են էս մի սենց սարքել էլի մեր գլխին։ Դա հեղափոխություն չեղավ, ոչ էլ դա պրոստը իշխանության նվիրատվություն է եղել, որտեղ Սերժը եթե ուզենա պահել իր իշխանությունը հավատացած կպահեր։ Իսկ այս իրավիճակից դուրս գալու համար ինչ եք տեսնում որպես քաղաքացի։ Որպես քաղաքացի ես չգիտեմ, եթե առողջ ուժեր մնացել են հայրենասեր, նորմալ, առողջ մտածող հավաքվեն, նորմալ իշխանություն կազմենք մեր երկրի համար, մեր ազգի, մեր պետության, բայց նորմալ ոչ մեկի հետ կապ չունեցող, ոչ մեկի համար դեր չտանող Ռոբերտ Քոչյանը եթե չներ ընտրությունների Նիկոլը չէր անցնի, ժողովուրդը Ռոբերտին տեսավ էլի Նիկոլ ընտրեց էլ։ Դեր է տանում էլի։ 18 թե 21 թվականի։ 21 թվականի։ 18-ը ուղղակի կատուս էլ լներ կլներ վարչապետ։